Բարազս արգելի ֆուտբոլասերներ, եթերում Շավիթայում հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը Երևանի Արարատի պաշտպան Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արթուր Քարտաշյանն է։ Արթուր ջան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մինչև ձեր կարիերային անցնելը մի փոքր ետ գնանք, որտեղ եք ծնվել եւ որտեղից են գալիս ձեր արմատները։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն հրավերի համար։ Ես ծնվել եմ քաղաք Երևանում, բայց իմ արմատներս Շիրակի մարզից են։ Շիրակի մարզից։ Ինչպիսի երեխա եք եղել։ Ակտիվ։ Ծնողներս հիշեցնում են, որ շատ ակտիվ երեխա եմ եղել, շարաճճի ու շատ սիրել եմ ֆուտբոլը։ Ֆուտբոլ կարծում եմ այդ տարիներին բոլորի բակում տեղ ու դադար չկար։ Կարծում եմ ինչ հիշողություններ կան մանկությունից բակային ֆուտբոլ ու արդեն շարունակությունը։ Մանկությունս անցել է փողոցներում ֆուտբոլ խաղալով միշտ ու ծնողներս շատ դժվարությամբ էին տուն կանչում, անընդհատ ֆուտբոլ էի խաղում ու իմ ամենասիրած սպորտաձևն է եղել փոքր ժամանակվանից, բայց մինչ ֆուտբոլը զբաղվել եմ նաև տեքվանդոյով։ 2-3 տարի պարապել եմ տեքվանդո, բայց ուղղակի որ ամուր լինեի, ուժեղ լինեի, բայց ֆուտբոլ միշտ անընդհատ ուզեցել եմ ֆուտբոլի գնալ։ Այսինքն տեքվանդո պարապելու ընթացքում էլ միտքը ֆուտբոլ միշտ միտքս ֆուտբոլն է եղել, ուղղակի տենց ծնողներս էին ասում կարատե, տեքվանդո եւ այլն, ու ես տենց գնացի տեքվանդոյի, բայց ամբողջ միտքս եղել է միայն ֆուտբոլը։ Ֆուտբոլին դեր կանրադառնանք, որ դպրոցն եք հաճախել եւ ինչպիսի աշակերտ եք եղել։ Սկզբում սովորել եմ Շոթար Ռուստավելու անվան դպրոցը, Կոնդի դպրոցը, որտեղ որ ծնվել եմ, մինչև 9-րդ դասան եմ սովորել այդտեղ, այնուհետև տեղափոխվել եմ Տարաս Շևչենկոյի դպրոցը։ Իսկ լավ եք սովորել, թե պարապմունքները ամեն դեպքում խանգարում էին։ Ֆուտբոլը այնպիսի սպորտաձև է, որ եթե ընդունում ես ֆուտբոլ, բնականաբար պետք է բոլոր թեմաներին խանգարում է, բայց իմ մոտ այդպես է եղել, որ ու վստահ եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ է այդպես, որ ֆուտբոլից բացի ոչ մի բան չկա այս աշխարհում ու ամենաառաջնային ես ընտրել եմ ֆուտբոլ, դպրոցական ժամանակ էլ շատ դեպքեր ա եղել, որ դասի էլ նույնիսկ չեմ գնացել եմ ֆուտբոլի։ Իսկ քանի տարեկանից սկսեցիք հաճախել ֆուտբոլի։ Սկսել եմ ֆուտբոլի, նշեցի, որ 2-3 տարի պարապել եմ տեքվանդո, 8 տարեկանից արդեն շարունակել եմ ֆուտբոլի գնալ։ Ձեր կարիերան սկսել եք Փյունիկի կազմում, բայց երկրորդ թիմում Փյունիկի, հետո տեղափոխվեցիք առաջին թիմ։ Ինչ կասեք, տեղափոխությունը կարճ ժամանակ հետո եղավ տեղափոխությունը, թե երկար խաղացիք Փյունիկում երկրորդ թիմում, հետո նոր։ Շատ կարճ ժամանակ տևեց, այդ փոքր տարիքի առաջնությունները որ լինում էր, հետո միանգամից տեղափոխվեցի ես առաջին լիգա Փյունիկ 2 ու այնտեղից 2-3 ամսից հետո արդեն բարձրանում էի բարձրագույն թիմ ու այնտեղ էի պարապում, այնուհետև շատ արագ տեղափոխվեցի մշտական Փյունիկի կազմ։ Այնտեղ անցկացրել եք մոտ 6 տարի, ավելի քան 100 հանդիպում, կա հանդիպում, որը կառանձնացնեք այսպես, որ ասում են Փյունիկում անցկացած տարիներ, հենց այդ խաղերն եք հիշում, առաջինը։ Փյունիկի տարիներս շատ երկար են եղել, իմ հարազատ տունն է եղել Փյունիկը, մինչև օրս էլ իմ սրտում է Փյունիկը, առանձնացնեմ խաղերից կարող եմ նշել, որ Շիրակ Փյունիկ գավաթի ֆինալն էր ու իմ համար շատ անհաջող էր, միշտ իմ մտքում է, որ հենց իմ սխալից մենք պարտվեցինք Շիրակին ու մինչև օրս ոնց որ զղջամ այդ ամենի մասին ու սենց մեջս շատ է տպավորվել, բայց շատ վառ ու լավ հիշողություններ ունեմ Փյունիկի հետ կապված, որովհետև չեմպիոն ենք դարձել, գավաթ ենք, նաև երբ որ գավաթի չեմպիոն դարձանք, ես էլ իմ ներդրում ունեցա, գոլ խփեցի
Սխալ ուղղվեց։ Հա, սխալը ուղղվեց, բայց տպավորվեց իմ մոտ այդ սխալը, որ անընդհատ ոնց որ ինձ շատ է տրամադրվել խային ու լավ չստացվեց։ Տեսեք, որպես կենտրոնական պաշտպան Փյունիկում անցկացրած տարիները ինչ առաջընթաց գրանցեց ձեր կարիերայում, այսինքն որպես պաշտպան։ Փյունիկը ես մանկապատանեկան ֆուտբոլում որ խաղում էի Փյունիկում, դե փոքր ժամանակվանից Փյունիկում եմ եղել, ես խաղացել եմ ձախ կիսապաշտպան։ Այնուհետև որ առաջին լիգա արդեն այդ առաջին լիգա տեղափոխման շեմին էի, ինձ մարզիչը կենտրոնական պաշտպան դրեց ու շատ լավ հանդես եկա ու արդեն որպես պաշտպան հանդես եկա։ Իմ համար կարելի ասել ես այդպես եմ մտածում, եթե շարունակեի այսինքն մարզչիս այդ մտահղացումը չլիներ, միգուցե ես նաև հիմա ֆուտբոլում չլինեի, որովհետև այնպիսի իրավիճակ էր, որ իմ դիրքում որպես կիսապաշտպան ու այդ արդեն այն ժամանակաշրջանն էր գալիս, որ 10-ների հավաքական եւ այլն, ու այդ հենց այդ շրջանում իմ մարզիչը ինձ մանկապատանեկան Իմ մարզիչը միանգամից որոշեց, որ պետքա պաշտպան խաղամ, ինչ-որ որակներ տեսավ իմ մեջ ու շատ լավ ստացվեց մոտս։ Իսկ Փյունիկը նորից եմ ասում, իմ սրտում ինձ շատ մեծ բաներ ա տվել։ Ես ամենաառաջի անգամ է, որ զգացել եմ այդ ամենա այդ ֆուտբոլային զգացողությունները զգացել եմ հենց Փյունիկում։ Ով էր այդ մարզիչը, Արտուր ջան։ Հիմա մահացել է Սերժ Սարգսյանը, ինքն է հենց որոշել, որ ես պետքա պաշտպան խաղամ։ Փյունիկից հետո մնացիք դեռ Հայաստանում, հաջորդ կանգառանուան էր։ Ով էր այդ ժամանակ նոայում գլխավոր մարզիչը եւ ինչ կասեք համագործակցության մարզիչ պաշտպան այդ աշխատանքի հետ կապված։ Նշեմ, որ Փյունիկից հետո տեղափոխվեցի որոշ ժամանակ Սևան ակումբը նոր էր բարձրագույն լիգա, այնտեղ մրցաշրջանը շարունակեցի, հետո տեղափոխվեցի Նոա, մարզիչը ռուս էր ու շատ լավ իմ կարիերայում մեծ աճ գրանցեց իր հետ, որովհետև ես շատ լավ էի զգում որպես այդ մարզիչ ֆուտբոլիստ հարաբերությունները ու ինձ շատ օգնեց հենց այդ մարզիչը, մինչև հիմա ես այդ մարզիչն եմ իմ սրտում, ինձ շատ է օգուտ տվել ֆուտբոլային։ Բավականին մեծ գիտելիքներ եմ ստացել։ Նայում եւս կենտրոնական պաշտպան։ Կենտրոնական պաշտպան եմ եղել։ Բայց որ դիրքները ձեզ այդ ժամանակ ավելի հոգեհարազատ պաշտպան, թե արդեն ադապտացվել էի պաշտպանի ու ինձ համար հենց ամենահարմարավետ դիրքը հենց պաշտպանն էր։ Կիպրոս, Օլիմպիակոս, ինչպես ստացվեց տեղափոխությունը եւ ինչ տվեց այդ տեղափոխությունը ձեզ որպես ֆուտբոլիստ։ Կիպրոս տեղափոխությունս իմ համար առաջի քայլն էր ֆուտբոլային մեծ ասպարեզում, բավականին անմնացորդ, չգիտեմ, ամենամեծ զգացողություններն էր, որ առաջի անգամ հրավեր ստացա արտերկրից ու տեղափոխվեցի այնտեղ, կնշեմ, որ երևի դրանից հետո շարունակել եմ արտերկրում խաղալվան ու հենց այդ Կիպրոսը իմ կարիերայում շատ մեծ դեր ունեցավ, որովհետև առաջի անգամ երբ որ խաղում ես եվրոպական լավ առաջնությունում ու այնտեղ բոլոր խաղերը անցկացրել եմ ու լավ եմ հանդես եկել։ Ինձ համար ոնց որ եւս մեկ դրանից հետո էլ մի մեծ քայլ էր, որ ես շարունակեցի արտերկրում էլի իմ կարիերան։ Մնալ այդ արտերկրում։ Ինչ կասեք Կիպրոսի առաջնության եւ Հայաստանի առաջնության տարբերությունների մակարդակների։ Հենց հիմա շատ ուժեղ եմ էր Հայաստանի առաջնությունը, բայց այդ ժամանակ էլ էր ուժեղ, բայց հիմա մի քիչ ավելի որակը եւ այլ լեգիոներները շատ են ուժեղացրել մեր առաջնությունը։ Այդ ժամանակահատվածում, երբ որ տեղափոխվեցի Օլիմպիակոս, միանգամից ես այդ արագությունների ու այդ տեմպին, ճիշտ ասած, սկզբում ինձ համար շատ օտար էր, շատ դժվար էր, բայց հետո ադապտացվեցի։ Այնտեղ արագություններն են շատ բարձր ու այդ խաղային տեմպը։ Իսկ
Տեսեք խաղային տեմպը բարձր է, իսկ ինչպես են անցնում մարզումները այնտեղ, այսինքն մենք անընդհատ լինում ենք հավաքների մեջ, կարելի ասել ամիսը անպայման 1-2 շաբաթ մենք լինում ենք հավաքների մեջ ու այլ կերպ էր խաղերին պատրաստվել է էլի, տարբերությունը շատ մեծ էր։ Հետո եղավ շրջան, որ դուք եկաք Հայաստան, Վանում հանդես եկաք, ընդամենը 9 հանդիպում, ինչու այդքան կարճ տևեց Արթուր ջան, Վանում ելույթները։ Արտերկրում Օլիմպիակոսում որ խաղում էի, պետքա նորից տեղափոխվեի այլ ակումբ, ուղղակի այնտեղ իմ այդ գործընթացը չկայացավ վերջնական ու արդեն կարելի ասել մնացել էր մի քանի օր, որ որոշում կայացնեի ինչպես պետք է շարունակեմ իմ կարիերան ու Վանից իսպանացիներ էին եկել այդ ժամանակահատվածում Վան ու զանգահարեցին իմ մենեջերին իրանք մենեջերս խոսել էր իրենց հետ, այնուհետև ինձ հետ կապնվեց ու որոշեցի վերադառնամ այստեղ մի փոքր շրջան անցկացնեմ, որպեսզի էլի տեղափոխվեմ այլ ակումբ։ Այդ այլ ակումբը եղավ տաջիկական Իստիկլոլ։ Ինչու ընտրեցիք հենց այդ ակումբը։ Ասեմ, Տաջիկստանից նորից իմ մենեջերը զանգահարեց ինձ ու ասաց Արտուր, հիմա շատ կարևոր շրջան է քո մոտ, ու պետքա որոշում կայացնես որտեղ ես տեղափոխվում, որտեղ միջ Տաջիկստանը ունեի նաև Ղազախստանից տարբերակներ, առաջարկներ ունեի ու մենեջերս նշեց, որ շատ կարևոր շրջան է, նու ես էլ էի հասկանում, որ շատ կարևոր շրջան էր ճիշտ քայլ անելու համար։ Այդ ժամանակահատվածում որոշեցի ես Տաջիկստանը մի, չգիտեմ, մի քիչ անսովոր էր, տարօրինակ էր, որովհետև բացարձակ չեմ հետևել ասիական առաջնություններին, հարց տվեցի մենեջերիս, ասեցի իսկ ինչ առաջնություն է, ժամանակ ունենք մենք պատասխանելու եւ այլն, ասեցի իհարկե ունենք, 2 օր ժամանակ ունենք, այդ ընթացքում ես տնտղեցի ասիական ֆուտբոլը ու շատ դուրս եկավ, դա ամենաառաջնային ինձ գրավող բանը այն էր, որ խաղում էր Ասիայի Չեմպիոնների լիգա։ Ու հենց կարելի ասել ամենամեծ միտքս դա էր, որ խաղայի Ասիայի Չեմպիոնների լիգա ու ընտրեցի հենց տաջիկական Իստիկլոլը։ Ասիական Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում եղավ մի հանդիպում, որը կարծում եմ շատ բան փոխեց ձեր կյանքում, հանդիպում Քրիշտիանո Ռոնալդոյի Ալ Նասրի հետ, դուք խաղադաշտում անցկացրեցիք 90 րոպե, ամբողջ 90 րոպեն եւ բավականին շատ լավ հանդես եկաք, նույնիսկ գնահատականների առումով լավագույնն էիք բոլոր պաշտպանների մեջ։ Ինչ կասեք, ինչ է ձեզ համար այդ հանդիպումը, երբ որ խաղում եք պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի դեմ։ Երբ վիճակահանություններ, ամբողջ թիմով մենք ռեստորանում հետևում էինք վիճակահանությանը ու բոլորը այդ մեր թիմի տղաները բոլորը ուզում էին, որ Ալ Նասրը չլիներ, ու ես անհամբեր սպասում եմ, որ հենց Ալ Նասրը լինի, որովհետև դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ է, մեծ զգացողություններ են, երբ որ պետք է հանդիպես նման լեգենդի հետ, ու հենց դուրս եկավ Զամբյուղից Ալ Նասրը, մենակ ես ուրախացա կարելի ասել, բավականին դրական, անմոռանալի էմոցիաներ էր, երբ որ խաղադաշտ, այդ ստադիոնը, այդ հանդիսատեսը, չգիտեմ, ամբողջ ֆուտբոլային իրադարձություններ էր, իմ կյանքում, չգիտեմ, տա Աստված նման դեպք նորից լինի, բայց նման դեպք չէր եղել իմ կյանքում, նման զգացողություններ ֆուտբոլային։ Բայց կար լարվածություն, որ դուք պաշտպանեք Քրիշտիանոն հարձակվողի, այսինքն բախումը ավելի շատ է լինելու, քան կիսապաշտպանել։ Կլինեմ շատ անկեղծ, սկզբում մոտավորապես 5 րոպե էր անցել խաղից ու այդ լարվածությունը ամբողջովին անցավ մեջիցս ու չգիտեմ, ամեն կոնտակտ Քրիստիանոյի հետ, իմ համար չգիտեմ, ոնց որ մեծ պատիվ լիներ, բայց փառք Աստծո շատ լավ հանդես եկա, լավ խաղացի ու հենց այդ խաղից հետո նորից sense ճակերտները կբացեմ, առաջարկներ ունեի
հենց արաբական երկրներից, բայց ունեի գործող պայմանագիր Իստիկլոլի հետ։ Այո։ Ու այդպես շարունակեցի Իստիկլոլի հետ առաջնությունը։ Մյուս ակումբներին դեռ կգանք, ցանկանայի իմանալ որպես պաշտպան որն էր այն մարտահրավերը Քրիստիանոյի դեմ խաղալիս արաբությունը հարվածելու հմտությունը դիրքավորվել ոնց է պատկերացնում նրան չեզոքացնել։ Քրիստիանոն այն ֆուտբոլիստն է, որ չգիտեմ, ես պատկերացնում եմ ինքը թույլ օղակ չունի ու մաքսիմալ փորձում էի, որ չվրիպեի ու մաքսիմալ փորձում էի, որ լավ հանդես գա այդ խաղին ու Քրիստիանոյի հետ դա էլ կասեմ, որ մենք շատ շփվեցինք, թե խաղի ընթացքում, թե խաղից հետո անընդհատ խաղի ընթացքում ասում էի, որ շապիկը խաղի վերջում կարելի է và ինքն էլ շատ հումորային տես պատասխանում էր արի վերջացնենք նոր անընդհատ ես ասում էի մարզաշապիկը չէ անկեղծ չգիտեմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մտածում եմ որ իմ համար շատ մեծ երջանկություն է դա ես գիտեմ որ ֆուտբոլում հանդիպել եմ այդ լեգենդին ու մտածում եմ բոլոր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կլինի հայ կլինի արտասահմանցի չգիտեմ բոլորի համար մեծ պատիվ է խաղալ հենց Քրիստիանո թե նրա դեմ թե նրա հետ դա շատ ավելի լավ կլինի որ նրա հետ խաղա բայց նրա դեմ էր խաղալը շատ մեծ պատիվ էր իսկ նվիրեց վերջում մարզաշապիկը նվիրեց ինձ բրավո Քրիստիանո այսօր դուք խաղում եք Երևանի Արարատի կազմում լեգենդար ակումբ ինչ որ ձեզ համար Արարատի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը հաշվի առնելով պատմությունն ու անցած ճանապարհը Արարատում եւ մոտարապես այս վերջերս երբ որ տեղափոխվեցի արդեն Արարատ ինձ համար Արարատը հայկական ֆուտբոլի ստիմուլն է կարելի ասել ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Արարատում որովհետեւ Արարատում ունի շատ մեծ պատմություն շատ ֆուտբոլային իսկական հայկական ֆուտբոլը հենց Արարատից է ծագել շատ լավ էմոցիաներ ունեմ ամեն ինչ անում ենք ճիշտ է հիմա այդքան էլ լավ հանդես չեն գալի բայց աստված առաջ մտածում եմ որ լավ հանդես կգանք որովհետև Արարատ հենց Արարատ ակումբը պետք է որ բարձր տեղեր ունի մենք եւս հուսով ենք որ կտեսնենք այն Արարատին որը որ ֆուտբոլասերները սովոր են տեսնել Արտուր ջան եւ այսպես գանք արդեն հավաքական դուք հանդես եք եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում եւ ժամանակներ ազգային հավաքականի երբ նշեցիք նորամուտը եւ ում դեմ խաղում նայեք Արմենա առաջի հրավերս որ ունեցել եմ ազգային հավաքականից բոլոր 19-ներում եմ խաղացել մինչեւ 19-ներում 21-երում ինձ համար շատ մեծ պատիվ է մարզաշապիկը գրել Հայաստանի մեծ պատիվ է բայց ազգային հավաքականը էլ ավելի պարտադրեցող է առաջի անգամ երբ որ հրավիրվել եմ ազգային հավաքական եղել է Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղ Բելարուսիայի դեմ այո այստեղ Հայաստանում ամենաառաջ անգամ հրավիրվել եմ այդ ժամանակ բայց խաղ որ անցկացրել եմ եղել է Ջիբրալթարի հետ հանդիպումը այսինքն Բելարուսի հետ խաղում խաղադաշտ դուրս չեկել խաղադաշտ դուրս չեմ եկել այդ ընթացքում մինչ Ջիբրալթարի խաղը այդ ժամանակ Արմեն Ներգյուլբուդաղյանց շնորհակալություն եմ որ վստահեց ինձ հենց առաջի րոպեներից հանդես գալ խաղում ու նորից եմ ասում Փարք Տիրոջը որ կարողացա լավ խաղալ հենց այդ խաղում է առաջի խաղս էր մեծ պատիվ էր ինձ համար ազգային հավաքականի մարզաշապիկը գրելու ու հենց խաղադաշտում բայց կար լարվածություն հենց մեկնարկից հենց սկզբում հիմնը հնչում է այո հենց սկզբում մի փոքր լարված էի բայց այնուհետև տղաների օգնությամբ մարշի օգնությամբ այդ լարվածությունը նորից անցավ ավելի շատ լարվածություն չեմ պատասխանատվության մեծ շատ մեծ զգացողություն էր բայց տղաների ու մարզիչների օգնությամբ այդ լարվածությունը շատ շուտ անցավ մեջից ովքեր էին այդ ժամանակ այդ խաղում մեկնարկային կազմում պաշտպանները ովքեր էին ձեր ես էի
Վարազդատներ Հարոյան, Կամոն Հովանեսյան եւ եթե չեմ սխալվում Լևոն Հայրապետյան հրաշալի պաշտպանություն վստահ եմ հավաքականի ցանկացած խաղ ցանկացած ֆուտբոլիստի համար հիշարժան է բայց որ խաղերը կառանձնացնեք Արտուր ջան հավաքականի ազգային հավաքականի նշեցի որ բավականին երկար ժամանակ հրավեր էի ստանում ազգային հավաքականից ու խաղադաշտ դուրս չէի եկել բայց անկեղծ կլինեմ այն դրական էմոցիաները որ ստացել եմ այդ խաղին եղել է Չեռնոգորիայի հետ հանդիպումը երբ որ Գևորգ Ղազարյանը վերջի վարկյաններին գրավում է Չեռնոգորիայի դարպասը նման զգացողություն անկեղծ կլինեմ շատ հազվադեպ է եղել նույնիսկ երկրպագուների մոտ ես ասում եմ ոչ մի րոպե չեմ անցկացրել մարզադաշտում բայց ով անցկացրել էր այդ րոպեները իրancs հետ հավասար երևի ավելի առավել ես ողջավորվել էի ու ուրախացել էի ես հիշում եմ ինչ էր կատարվում մարզադաշտում ֆանտաստիկ խաղեր եթե չեմ սխալվում Արթուր Պետրոսյաններ այդ ժամանակ հավաքականում հանդես գալը Արտուր ջան ինչպես նպաստեց որպես պաշտպան ձեր աճին այդ խաղային որակներին ինչ տվեց հավաքականում խաղալը շատ մեծ փորձ է միջազգային փորձ է խաղում ենք շատ հզոր հավաքականների հետ ու դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պրոգրես է ու ֆուտբոլային գիտելիքներ է ինձ շատ է օգնել հավաքականում խաղերը բոլոր տարիքայինների որտեղ խաղացել ենք շատ լավ հավաքականների դեմ դա միայն փորձ է ինձ տվել տեսեք նշեցիք պաշտպանությունում համագործակցում եք հրաշալի ֆուտբոլիստների հետ բայց ով էր այն ֆուտբոլիստը ում հետ համագործակցելը ամենահեշտն էր հավաքականում ազգային հավաքականում որ անցկացրել եմ 1 խաղ պաշտպանական այդ գծում Վարազդատ Հարոյանի հետ խաղալը շատ հարմարոտ է որովհետև շատ մեծ փորձ ուներ ինքը միջազգային մեծ փորձ ուներ ու բավականին շատ ինձ խաղի ժամանակ օգնում էր թե հուշումներով, թե խոսելով, թե ֆուտբոլային ամեն ինչով ինձ օգնեց ինչի մասին է այսօր երազում Արտուր Քարտաշյանը Արտուր Քարտաշյանը երազում է ու մեծ նպատակ ունեմ նորից Հայաստանի հավաքականի մարզաչափիկը կրելու ես հույսով եմ վստահ եմ ներքուստ որ գալու է այդ օրը եւ դες նույնպես կրկին կտեսնենք հավաքականի ազգայինի մարզաշապիկով Արտուր ջան մինչեւ իմ ավանդական 10 հարցին անցնելը փորձենք կազմել ձեր խորհրդանշական հավաքականը 11 ֆուտբոլիստ դարպասում կարող եք կազմել բոլոր ժամանակների ու ոչ հայկական առհասարակ դարպասում շատ լավ հարց էր ասեմ դարպասում միանշանակ ինձ համար ինչ իմ ֆուտբոլային այդ առաջի մեծ քայլերս ես երկրպագել եմ ամենասկզբից Ռեալ Մադրիդը ու ինձ համար ամենաառաջի հենց տեղում դարպասապաների կնշեմ որ Կասիլյաս 4 պաշտպան Կարվալյո Նեստա Աչից Զանետի Ձախից երևի Կաֆու այո փորձենք 4-3-3 տակտիկայով կազմել 3 կիսապաշտպան 3 կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյան միանշանակ Հենրիկ Մխիթարյան Մոդրիչ եւ Ռոնալդինյո ֆուտբոլային կախարդ որպես ենթահարձակվող 4 երկու հենակետային այո եւ հարձակման երյակը Լիոնել Մեսի Կրիստիանո Ռոնալդո եւ Մբապե այո հաշալի է կարծում եմ ով կազմի խորհրդանշական հավաքական Մեսին եւ Կրիստիանոն եզրերում միանշանակ կան ամբողջ ժամանակների ինձ համար ինչքանով որ ուսումնասիրել եմ ֆուտբոլը ինձ համար բոլոր ժամանակների ամենալավագույն խաղացողներն են Կրիստիանոն Մեսին 15 տարի երկուսով կարողացան առաջ տանել ֆուտբոլը եւ
անցնենք ավանդական 10 հարցին, որ տալիս եմ իմ բոլոր հյուրերին, եթե մեկ բառով նկարագրեիք ինքներդ ձեզ, որ բառը կլիներ դա։ Բարի, Բարի։ Որ հատկանիշն եք առավել շատ գնահատում մարդկանց մեջ։ մարդկանց մեջ գնահատում եմ հենց մարդ լինելը։ Մարդ լինելը։ Ով է պատմության լավագույն մարզիկը։ Պատմության լավագույն մարզիկը Կրիստիանո Ռոնալդո։ Երևանում որն է ձեր սիրած վայրը։ Հիմա Արամի փողոցը։ Արամի փողոցը։ Եթե հնարավորություն ունենաք ժամանակը ետ տալ, ինչ կփոխեիք ձեր կյանքում։ Կլինեմ շատ անկեղծ, կփոխեի ավելի շատ ժամանակահատված կտրամադրեի ֆուտբոլին։ Անկեղծ պատասխաններ։ Ով է բոլոր ժամանակների մեծագույն հայը։ Կամ հայերը, կարող եք մի քանիսին նշել։ Մեկ հայ կնշեմ ինձ համար, որ կարելի ասել որպես հայի կերպար կուրքը դա Մոնթե Մերքոնյան։ Ինչ է ձեզ համար ընկերությունը Արթուր։ Ընկերությունը ընտանիք։ Ընտանիք։ Բացի Հայաստանից ուրիշ որի երկրում կցանկանայիք ապրել։ Ամերիկա։ Ամերիկա։ Իր որը միշտ ձեզ հետ է։ Իր որը միշտ ինձ հետ է։ Խաչ։ Խաչ։ Բայց որպես իր չանվանեմ, որպես իր, բայց խաչ, որը միշտ ինձ հետ է։ Եվ վերջում, կա ինչ որ բան, որի համար ափսոսում եք։ Ափսոսալ երևի նույն պատասխանը, որ շատ ժամանակահատված չեմ ավելի շատ չեմ զբաղվել ֆուտբոլով։ Շատ շնորհակալ եմ Արթուր ջան։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը սիրված ֆուտբոլիստ Արթուր Քարտաշյանի մասին։ Ձեզ հետ Շավարժ Հարությունյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։